նաև իրենք հարցումների արդյունքներ էին դրել։ Հա, փոխարեն Հարցումների արդյունքներ էին տեղադրել ուրբաթօր, ըստ որի բացարձակ մեծամասնություն կազմելու է ՔՊ-ն, երկրորդ տեղում իհարկե դուք եք, բայց 12%-ի մոտ։ Դա նույնպես հետոցներ տարածել, դա քարոզչական հնարք է, որպեսզի վաղաշաբաթուն ցույց տան, որ ձեր ձայնը այդքան էլ կարևոր չի, արդեն իսկ ախորոշված ամեն ինչ, նույնը արել էին Գյումրիում, նույնը արել էին Փարաքարում, բայց մենք տեսանք լրիվ այլ քվեարկության արդյունքներ։ Հիբրիդային պատերազմ են տանում։ Իհարկե վախենում են, իրենք հասկանում են, որ իրենց ռեյտինգը պատմական նվազագույնի է հասել եւ ավելի շատ նվազագույնի հասել վաղաշաբաթում Էջմիածին քաղաքում, դա բերել է թե ՔՊ-ի, թե վաղաշաբաթ համայնքի նախկին իշխանությունների գործելավոճից։ Իշխող Նախորդ ընտրությունների վրա, ինչքան որ մասնակցության մասին մենք տեղեկանում ենք մեր վստահված անձերից, նախորդ 21 թվականի համայնքային ընտրությունները բավականին ակտիվ։ Իսկ Մեխակյանին ընտրելու հարցում ավելի շատ իրենք կընտրեն, թե ՔՊ-ին։ Տպավորությունն է, որ փորձում է տարանջատվել ՔՊ-ից, հնարավոր օրինակ իր կերպարի շնորհիվ էջմիածինցիները փորձեն ավելի շատ ձայն տալ, ասել դե մեր տղան է լավ տղա է ընտրել։ Էջմիածնետին ինչ կապ ունի, որ տես բան ասել։ Կողքի խոշորացած համայնք։ Հա, խոշորացած համայնքին է, բայց ինքը Էջմիածին քաղաքից չի, ՔՊ-ն ամբողջ այս քարոզարշավի ընթացքում իրենք նաև իրենց թիմը ստեղծելուց, հավաքելուց մարդկանց ասում են, որ սա ՔՊ-ի հետ կապ չունի, սա մեր քաղաքի արցն է, այստեղ ինչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը, բայց մարդիկ շատ լավ հասկանում են, որ դա այդպես է։ Ձայն կհավաքեք, ռեյտինգ ունեք։ Կարծում ձայն կհավաքեն քվեարկության արդյունքներից։ Պարոն Խաչատրյան, ամփոփիչ հանրահավաքին մենք տեսանք, որ ՔՊ-ի հավաքին մասնակցում էին Թալինից եկած մարդիկ, մասնակցում էին այն կեղծ ստատույով դպիրը Հովանավանքի ակցիայի ակտիվիստները, բայց Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չեկավ։ Ինչ է կարծում, պատճառը որն էր, չէր ուզում Մեխակյանը, որ ասոցացվեր Փաշինյանի հետ։ Ոչ, Նիկոլ Փաշինյանը պատրաստվել էր գալու, որովհետև առավոտից այդ օրվա հանրահավաքի մեր ոստիկանության բաժնում ամբողջությամբ այդ սև բերետավորներն էին, կարմիր բերետավորներին ավտոբուսներով բերել էին, պատրաստվել էին, ուղղակի երևի թե զեկուցել են, որ մարդ չի գալիս հանրահավաքին վաղաշաբաթի չկա, միայն Օհանավանքի ֆեյք պատարակի մասնակիցներն են, այստեղ էլ է լինելու ֆեյք պատարակ, այդ ֆեյք դպիրների ատամնաբուժերի մասնակցությամբ երևի դրա համար չի մասնակցել։